Բարի օր բոլորին, ոնց եք։ Ես գնում եմ կենտրոն, մի քանի գործ ունեմ անելու, ով է գալիս սուրճ խմելու։ Դուք սուրճ, ես մաչա։ Երկար ժամանակա ինչ գործերով դուրս չէ եկել, Սարյանը, Մոսկովյանը 1000 անգամ վեր ու վար եմ այսօր արել, ու այդ ընթացքում դուք պատկերացրեք, թե ինչքան լավ մարդկանց ես հանդիպած կլինեմ, անծանոթ, ոչ մի ծանոթ մարդու այսօր չեմ տեսել, անծանոթ մարդիկ էին, բայց այնքան անկեղծ, այնքան սրտաբաց, այնքան թև տվող, մոտիվացնող ջերմ խոսքեր եմ ստացել, շոյված եմ, թեև ես իմ մեջ շնորհակալություն եմ հայտնել եմ նաև, բայց այսպես էլ ասեմ, ես իրոք շատ ուրախանում եմ, որ մենք այսօր մարդիկս կարողանում ենք իրար անկեղծ ու լավ դրական մի բան ասել, ու ոչ թե իբրև հաճոյախոսություն, այլ անկեղծ սրտի խոսք, որովհետև անկեղծությունն է իրականում մարդու աչքերից երևում է, դա չես կարող խաբել։ Ու ինչքան ու մինչև մեքենա նստելս, վերջին զրույցը կայացավ շատ հետաքրքիր մի կնոջ հետ, շատ հայտնի լրագրողի, ում հեռվից հեռու ճանաչում էի, բայց անձամբ ոչ, անունը չեմ ուզում տալ, գուցե ինքը չցանկանա, բայց մեր զրույցը կանանց մասին էր։ Երկուսս էլ կողմ էինք, որ կանայք իրար ապրեցնեն ու ոչ թե թաղեն։ Մեր հասարակության մեջ կա այդ տենդենսը միմյանց ոչնչացնելու, զրոյացնելու, գետնին հավասարացնելու, բայց եկեք պահենք իրար շատ ամուր։ Մենք կանայքս հաստատ գոնե այդ սուբորդինացիան իրար նկատմամբ եկեք պահենք ու մի քիչ բարի գտնվենք իրար նկատմամբ, պաշտպանենք իրար, որ տղամարդիկ էլ մեզնից դա սովորեն։ Դե իհարկե սիրելի մարդիկ, ես եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալ լինել բոլոր նրանց, ովքեր ինձ մոտեցան, ասացին, որ նաև հետևում են, հուսամ կտեսնեն այս սթորիները։ Ես շնորհակալ եմ եւս մեկ անգամ ինձ մոտիվացնելու համար, ինձ էլ ավելի ինքնավստահ դարձնելու համար։ Ես այդ խոսքերից, այդ սիրուն կոմպլիմենտներից միայն ավելի պատասխանատու եմ դառնում եւ այդ խոսքերը ինձ միայն պարտավորեցնում են, չեն մեծամտածնում որևէ պարագայում, որովհետեւ մեծամտությունն այլևս երբեք վստահ կարող եմ ասել, որ ինձ չի սպառնում, որովհետեւ շատ շնորհակալ եմ, թող ձեր ջերմ եւ դրական վերաբերմունքը ձեզ հազարապատիկ հետ վերադառնա, այսպես էլ եմ ասում, ապրեք որ կաք։ Բարի օր, բարի լույս սիրելի մարդիկ, թեև շատ առավոտյան եմ, բայց որոշեցի այսպես էլ շփվենք մի քիչ, գրում եք, գրել եք, թե ինչի շատ ակտիվ չէի հանգստի ընթացքում, որովհետև ես հանգստի մեջ էի, թեև համաձայն չեմ, ես ինչ-որ բաներ նկարել եմ, դες լրիվ անտեղեք չեմ պահել մեր հանգստից, բայց այո, շատ ակտիվ չէի, ես չեմ կարողանում ռեժիմով ակտիվություն պահպանել, որովհետև դա իմ մասին չի, իմ հոգեվիճակը, տրամադրվածությունը շատ մեծ կապ ունի իմ ստեղծածի հետ, իմ աշխատանքի հետ, քանի որ ես դերասանուհի եմ, ստեղծագործ մարդ եմ, ուղղակի հենց այնպես ոչինչ անել չի ստացվում ինձ մոտ։ Նաև пассив հանգիստ եմ տրված, որովհետև ես տարվա մեջ շատ քիչ ազատ օրեր ունեմ ու եւ ես եւ Լևոնը գեթօքնած էինք ու մեզ պետք էր ոչինչի մասին չմտածել ինչ որ ժամանակ, բայց արդեն վերադարձել ենք, ինձ պետք են ձեր մոտիվացիաները, որպեսզի ես նորից հետ գամ ու նկարեմ ձեզ համար շատ սիրուն։ Բարի երեկո, ուրեմն մի բան պատմում շատ ծիծաղելի ու բարձրանում վերև։ Այսօր ես պատմում եմ իմ ծանոթներից մեկին, թե ես ոնց եմ ընդունվել Ռադիո Ավրորա աշխատանքի, թե ոնց եմ գնացել եւ ասել, որ շատ ուզում եմ դառնամ ռադիոհաղորդավար, ես դերասանուհի եմ մասնագիտությամբ, ու ոնց եմ ընդունվել աշխատանքի։ Մեկ էլ ինձ ասում են, վայ, բա մենք գիտենք, որ Ռադիո Ավրորան քո պապային է պատկանում, ու այդ մասին խոսում են շատ մարդիկ, եւ ոլորտից մեր, եւ ոլորտից դուրս, փաստորեն։ Ուրեմն ես իմ մասին ինչ բամբասանք, ինչ ֆեյք իրականության այդ կատեգորիկ աղարժ չունեցող բան ասես լսել էի, անկեղծ եմ ասում, ինչ ասես լսել էի, բայց որ Ռադիո Ավրորան իմ պապայինն է, այդ մի բանը նոր եմ բացահայտում ու մենք ահագին այսօր գործընկերներով ծիծաղել ենք դրա վրա։ Հիմա ինչ եմ ուզում ասել սիրելիներ, ցանցանամ ինձ լավ տեսնեք, բամբասանքը մեր շուրջ բոլորն է, միշտ է շատ է տեղի մի տվեք դրանց։ Նոր լսում էի Անի Քրիստիի Իմ լռություն երգը, դա իմ ամենասիրելի
հայկական գործերից մեկն է, հայ էստրադային երաժշտության։ Ուրեմն այնտեղ բարեր կա, ասում է, իսկ քեզնից հետո վարկյան չանցած չար բամբասանք, այո։ Տենց էլ կա, երբ ես թատերական ինստիտուտ էի ընդունվում, այդ տարի ամենաբարձր բալերով ընդունվեցի անվճար ու Ինչեր էին խոսում իմ մասին, ընդհանուր միջև, որ իմ պապան շատ հարուստ մեկն է, ու մենք լուրջ փողեր ենք տվել, որ ես անվճար ընդունում եմ, եկե որտեղ էր տրամաբանություն, եթե շատ հարուստ էինք, ուրեմն կարող ենք նաև այդ վճարը տալ ու խնդիր չունեինք, հա, անվճար ինձ սարքելու արհեստական, լովն էլ եկավ։ Մի խոսքով աբսուրդային պատմություններ, իմ ծիծաղը միշտ գալիս է, երբ լսում եմ տենց բան։ Դերասան Լևոն Մկրտչյանի կինը Էվելինա Ստեփանյանը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Դերասանի կինը չի դադարում ամենօրյա հրապարակումներով հանդես գալ, դե իսկ երբեմն էլ այդ հրապարակումները բավականին ինտրիգային են լինում։ Հերթական անգամ Էվելինան հրապարակել է իր ընկերներից մեկի լուսանկարն ու գրել. «Մենք անհամբեր սպասում ենք, իսկ ինքը դեռ միտք էլ չունի գալու»։ Գրել է դերասանի կինը ցույց տալով իր հղի ընկերուհուն։ Շատերը սկզբնական շրջանում մտածել են, թե Լևոնի կինն է պատրաստվում մայրանալ, սակայն ավելի ուշ հասկացել են, որ ոչ։ Դե իսկ այսօր դերասանն ու կինը մեկնել են հանգստի։ Վերջապես ջրհեղեղներով եկա հասատուն խայտարակ եղանակադրսում, ինձ համար չսիրելի, բայց խոստացել էի, որ ցույց պետք է տամ իմ գնումները։ Նախքան ցույց տալը ասեմ, որ այս աշխարհում ըստ իս այդքան էլ արդարացված չեմ կարողանում կամ չի ստացվում արտահայտությունները, որովհետև մեծ ցանկության դեպքում ամեն բան հնարավոր է տրամաբանության սահմաններում, բայց եթե շատ անկեղծ լինեմ մեր գրաֆիկներով մի քիչ դժվար է ստացվում նորմալ սնվելը եւ նորմալ առողջ ինչ-որ կերակուրներ պատրաստելը, հա, տանը, իսկ ես տան կերակուր սիրող մարդ եմ, Լևոնն էլ ինձ հետ միասին, բայց դե չի ստացվում, դժվար է ստացվում։ Հիմա ես կփորձեմ իհարկե պահելով բրենդերի անունները, որ հանկարծ հակագովաս չլինի, իմ գնումները ցույց տամ եւ ասեմ, որ այդքան էլ լավ բաներ չեմ արել։ Պելմենիներ եմ արել, առհասարակ կիսաֆաբրիկատներին ես ինքս դեմ եմ, ու պիտի անկեղծ լինեմ, սա երևի վերջին կես տարվա մեջ երկրորդ դեպքն է, որ առնում եմ, ճարահատյալ այսօր, որովհետև նախ կիրակի էր, կիրակի օրերին երեկոյան ժամերին ինչա խանութներում տորիչելյան դատարկություն, ոչ մի նորմալ մթերք չկա։ Ու բանջարեղեն միրգ չեմ արել ու դրա համար է ինձ մոտ տպավորություն, որ ոչ մի լավ բան չեմ արել։ Գազարի հյութ կփորձենք կտեսնենք, երկե խիստ կասկածում եմ, որ սա իսկական գազարի հյութ է, բայց դեմ։ Վարսակի փաթիլներ, Գերկուլես, ասում են, որ շատ արագ է պատրաստվում, դա մեր իմացած լավ Գերկուլեսը չի, բայց ես հենց դա եմ վերցրել։ Լևոնի սիրելի բաստուրման կարագով, իր ամենասիրելի ուտելիքներից մեկն է, շատ արագ ես էլ եմ սովորել ուտել իրենից, եթե անկեղծ շատ համով եմ։ Շարունակում ենք, բոլորից շատ հայտնի, բայց առհասարակ ոչ, չարժի ուտել, իսկ ես չեմ կարողանում ինձ ստիպել և չուտել քաղցր, կարողանում եմ, որ շատ ուզում կարողանամ, դա չի հարց, ուղղակի շատ չեմ ուզում, կարագ, ժողովուրդ, սա ոչինչ տանելի է հաց, որը վստահ եմ օգտակար հաց չի, որտեղ արհեստական ուռած հաց է։ Շքերթը շարունակում ենք խմելի յոգուրտներով, Լևոնի շատ սիրելի, իրան թվում է, որ ինքը շատ օգտակար բան է խմում, հատկապես առավոտները, եթե ժամանակ չունի, սենց խմումա դուրս է գալիս, իրան թվում է վաու, բայց չէ, իրականում նրանք շատ վատ բաներ են։ Շոկոլադ, էլի ինչպես միշտ, կվաս, այսօր իմ սիրտը կվաս է ուզել, և ես առա իրան, թթվաս էր, ես չգիտեմ ասել էի թե չէ, բայց հա, ոչինչ, կաթնաշոր, ինձ եմ, որ մի քիչ գոնե մխիթարելու համար, և այստեղ նայեք, խնդրում եմ չեմ արել, մամայիս աչքից հեռու ինքը ուղղակի վատանում է վախից, երբ ես ուտում եմ պահածոներ, չգիտես ինչի վախենում եմ, բայց ես արել եմ Իման Բայալդի, որը որ շատ եմ սիրում,
Հուսամ նա չի տեսնի այսին վիդեոները, որովհետև իմ մաման Instagram չունի։ Պատկերացնում եք, եւ չի էլ ուզում ունենալ։ Ես հարգում եմ նրա որոշումը եւ նման բանիկներ։ Գյումրու 7 վերք եկեղեցու մատուցվել է պատարագ, որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահան Խաչատուրյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ներկայ են գտնվել նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներ։ Պատարագը մատուցել է Քահանա Օրդոյանը։ Նշենք նաեւ, որ ներկաների շարքում է նաեւ եղել Վերջին զանգը հեռուստասերիալից հայտնի դարձած եւ այսօր մեծ ճանաչում ունեցող դերասան Լևոն Մկրտչյանը։ Գաղտնիք չէ, որ Լևոն Մկրտչյանի քրոջ ամուսինը ազգային ժողովի падգամավոր է։ Վերջինս հենց քրոջ, նրա ամուսնու եւ իր կնոջ հետ ներկայ է գտնվել այս պատարագին։ Նշենք նաեւ, որ ավելի վաղ Էվելինան հրապարակում էր արել, այդպիսով նշելով, որ այսօր մասնակցել են իրենք պատարագի։ Մարդ կա կիրակի մաքրվում է, մարդ էլ կա ավելի է աղտոտվում։ Շատ եմ սիրում, որ 24 ու 7 բամբասող, չարախոսող ու սրան նրա մահը երազող մարդիկ իրանց սուրբ են զգում ու այդ ընթացքում մի րոպե չեն դադարում թաղել։ Այդ նույն ակտիվությամբ ձեր միջի դևերին թաղեք։ Նշենք նաեւ, որ այս հրապարակման մեջ Էվելինան կարծես թե նաեւ քաղաքական երանգներ է մտցրել, քանի որ վերջին շրջանում քաղաքականության մեջ մարդիկ իսկապես միմյանց մահն են ցանկանում։ Նշենք նաեւ, որ ավելի վաղ տեղեկացրել ենք Էվելինան Instagram-յան էջում Լևոնի մասնակցությամբ հրապարակում է արել, այդպիսով նշելով, որ երազանքներն իրականանալու հատկություն ունեն։ Զույգը ցույց է տվել իրենց նոր բնակարանը, որը ձեռք են բերել երկուսով միասին։ 2025-ը մոտենում է ավարտին, տարվա ամփոփում դեռ կհասցնենք անել, բայց հիմա ձեզ հետ կիսվում եմ մեր կյանքի պատմության ամենակարևոր էջերից մեկով եւ ուզում եմ, որ դուք էլ առանց վարանելու հավատաք ձեր նպատակներին ու գնաք դրանց հետևից։ Դեռ ժամանակ ունեք այս տարի եզրափակելու կարևոր ձեռքբերմամբ, այն է բնակարան ձեռք բերելը։ Դերասանի կինը այս հրապարակումով ցույց է տվել նաև իրենց էմոցիաները, երբ ձեռք են բերել նոր բնակարան եւ առաջին անգամ մուտք են գործում այնտեղ։ Դե իսկ երկրպագուները ողջավորվել են ընտանիքի այս տեսակ ձեռքբերմամբ եւ շնորհավորել մաղթելով նորանոր ձեռքբերումներ 2026 թվականին։ Նշենք, որ ավելի վաղ կիսվել էինք Էվելինայի հրապարակումով։ Ես եմ, արի ասեմ, ասա լսեմ։ Արի ասեմ, իբր թե Ջուլին սպիտակ մազեր ունի, չի ներկում, իրական է։ Լռում ես, լսում ես, խոսում ես, թաղվում ես, բայց արի ուտես, որ սիրուն ես ու քեզ սիրում են։ Փայլում են այլերը, կարմիր այտերը, սիրուն սրտերը, սուտի ծտերը։ Յանը մթոմ, արևներս փակել են, ատամներս հաշվել են, օդում փոշին, սրտում լուսին, հերիք եղավ բոլեղավ, գազազած, գող ինձ թող, հերիքա գողանաս մտքերիս տիրանաս, մեկա բնորինակը բարոյական, տարածականը, պիկը, էպիկա։ Ինչի ենք սեղանի սկիզբը միշտ նկարում, ոչ թե վերջը, շարվող մտքերը, դրած հայացքները, ձևը։ Էվելինայի նմանատիպ խորհրդավոր հրապարակումը բազմաթիվ հավանությունների է արժանացել Instagram-յան հարթակում։ Դերասան Լևոն Մկրտչյանի կինը Էվելինա Ստեփանյանը Instagram-յան էջում անսովոր հրապարակում եւ գրառում է թողել։ Վերջինս պատասխանել է համացանցում տարածվող այն լուրերին, թե ինչու ինքը իր հայրիկի մասնակցությամբ հրապարակում չի անում եւ ինչու են հրապարակումները բացառապես մայրիկի մասնակցությամբ։ Շատերը խոսում էին այն մասին, որ Էվելինան միգուցե իր հայրիկի հետ որևէ կապ չունի։ Այս ամենին փորձել է որոշակի պատասխան տալ վերջինս։ Սիրում եք ընտանեկան ֆոտոներ, մոկ ծնունդը շնորհավոր։ Այս նկարում ամբողջական չենք, տատիկս, պապիկս, մամաս, մորաքույրներս ու մորաքրոջս աղջիկը։ Մնացածը պարում էին։ Ամեն բան հանգամանալից ներկայացրի, իսկ թե Էվելինա Ստեփանյանը ինչու չի հրապարակում հայրիկից կամ ընտանիքից ֆոտոներ, ասեմ, մերոնք չեն սիրում լինել հանրային, մեկ-մեկ թաքուն փոստեր եմ անում։ Նշենք, որ հերթական անգամ Էվելինան հայրիկի մասնակցությամբ այդպես էլ հրապարակում չարեց։ Հավելենք նաև, որ երեկ էլ ներկայացրել էինք Էվելինայի մեկ այլ հրապարակում։ Instagram-յան հարթակում ամուսնու մասնակցությամբ հրապարակում է արել, այդպիսով նշելով, որ վերջինս հոգնած նոր է վերադարձել աշխատանքից։ Գաղտնիք չէ, որ Վերջին զանգը հեռուստասերիալը մեծ ակտիվությամբ նկարահանում է իր սերիալի վերջին սերիաները, դե իսկ Լևոնն էլ բավականին հոգնած եւ տանջված տեսք ունի Էվելինայի հրապարակած տեսանյութում։ Սերիալի դերասանը հոգնած ջարդված եկել է սեմքայցնում։ Ու կանի հիմա unboxing կոշիկ։ Դες դուրդ գալիս եմ։ Նորը սողը։ Ստամարը չի։ Ինչ
Ինչի չնայեցի։ Որը այն առաջինը։ Հա, լավն է, դուրս բերեց։ Դուրս բերեց։ Շատ լավն է։ Այս սպիտակ կեդերը դուրս եկավ։ Ճիշտ է, այստեղ սպիտակ կեդեր սիրող մարդ չեմ, բայց սիրուն է ինչ խոսք։ Լավ, այն մեկը ավելի ինչ հետաքրքիր է քո կարծիքը։ Այն մյուսը։ Չէ, մյուսը լավ։ Ձախը լավ է։ Լավ է։ Նայ հաց ուտենք, սոված ենք։ Սպասել եմ այսքան, որ գո հաց ուտենք միասին։ Դե նայ։